Թեհրանի երկխոսություն ֆորումին մասնակցելու առիթով Իրան այցելած անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին ընդունել են Իսլամական Հանրապետության թերևս բոլոր առանցքային դեմքերը, բացի գերագույն առաջնորդից։ Նախագահ Մասուդ Փեզեշքյանը գոհունակությամբ ընդգծել է Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման դինամիկ ընթացքը։ Փորձագետ Փույա Հոսեյնին մեծ զրույցում նշում է, որ Թեհրանի համար հսկայական նշանակություն ունի տարածաշրջանային քաղաքականությունը։ Երկու այսերի մեջ, այսինքն Իրանի արտաքին գործերի նախարարի այսը մինչև Իրանի նախագահի այս Ադրբեջանում, որտեղի ունեցավ Հայաստանում, Իրանը նորից ընկեցեց Իրանի կարմիր գծերը սահմանների փոփոխության ընդունելի չլիները Իրանի համար եւ դարաշքային ամբողջականությունը եւ ինքնաիշխանությունը Հայաստանին երեք տեղի ունեցավ Իրան եւ Հայաստանի պաշտոնյաների հանդիպումը նորից Իրանի կողմը Իրանի արտաքին գործերի նախարարը ընկեցեց Իրանի կարմիր գիծը դարաշքային ամբողջականությունը ինքնաիշխանությունը Հայաստանի կարևորությունը Իրանի համար դա ցույց է տալիս որ Իրանը շեշտում է համ Իրանի նախագահի այսից առաջ համ Իրանի նախագահի այսից հետո որը Իրանի դիրքորոշումը Հայաստանի վերաբերյալ եւ իր կարմիր գծերը տարածաշրջանում չի փոխվել եւ չի փոխվելու Գրիգորյանի հետ հանդիպմանը Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին նաև Թեհրանում է ընդգծել Իրանի հստակ դիրքորոշումն ու աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանության անձեռնամխելիությանը։ Դիվանագետը նշել է, որ երկիրը մեծ նշանակություն է տալիս Հայաստանի հետ հարաբերություններին։ Այդ հարաբերությունների բնույթը տարբեր են։ Այնտեղ Իրանը փորձում է հարաբերությունները զարգացնի, որովհետեւ իր ազատությունը մեծացնի եւ չզոքացնի իրանց վտանգները եւ զսպի իրենց, բայց Հայաստանի հետ նման մտադրություն չունի, որովհետեւ Հայաստանի կողմից նման վտանգներ Իրանին չեն սպառնում։ Ավելի անկեղծ հարաբերություններ մենք ունենք եւ ավելի բարեկամական եւ եղբայրական։ Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադյանը Արմեն Գրիգորյանի հետ հանդիպանը հայտարարել է, որ Իրանը թույլ չի տա թշնամիներին խաթարել Հայաստանի հետ ռազմավարական հարաբերությունները։ Ահմադյանը հայտարարել է, որ Իրանի եւ Հայաստանի միջև ռազմավարական հարաբերություններն ու սերտ համագործակցությունները տարբեր ոլորտներում կնպաստեն տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը։ Իրանցի պաշտոնյան ընդգծել է նաև Թեհրանի եւ Երևանի միջև համատեղ նախագծերի ամբողջական իրականացման անհրաժեշտությունը։ Գրիգորյանը բարձր է գնահատել Իրանին Հայաստանին աջակցելու համար, ընդգծել, որ Հայաստանի եւ Իրանի հարաբերությունների ընդլայնումը կախված չէ ուրիշների կամքից։ Իրան-Հայաստանը ուզում են շուտով իրենց հարաբերությունները ռազմավարական նշանակություն տան եւ տարբեր պաշտոնյաներ վերջերս խոսում են Իրանից դրա մասին, որ Հայաստանը շատ կարեւոր է Հարավային Կովկասում մեր համար եւ մեր երկու երկիրները համագործակցելով կարան այս տարածաշրջանում խաղաղություն, արդար խաղաղություն եւ կայունություն հաստատեն։ Գրիգորյանը հյուրընկալվել է նաև Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդի խորհրդական արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազիին։ Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանի հաղորդակցման ուղիների ապաշրջափակմանը եւ ընդգծել Երևանի առաջ քաշված խաղաղության խաչմերուկ նախագծի կարեւորությունը։ Իրան եւ Ադրբեջանի հարաբերությունները ավելի շատ զսպող բնույթ ունեն, այսինքն Իրանը բարելավում է Ադրբեջանի հետ հարաբերությունները, որովհետեւ զսպի Ադրբեջանի ագրեսիա է, մենք գիտենք, որ Ադրբեջանը Իրանի ողեմին թշնամի հետ շատ լայն համագործակցություն ունի Իսրայելի հետ ունի անվտանգության, հետախուզական եւ ռազմական համագործակցություններ, դա սպառնալիք է Իրանի համար, դրա համար Իրանը փորձում է իր ազդեցությունը մեծացնի Ադրբեջանի վրա, որովհետեւ զսպի եւ չզոքացնի Ադրբեջանի եկող վտանգներից։ Փույա Հոսեյնին անդրադարձել է նաև այս օրերին Արցախում անցկացվող Իրան-ադրբեջանական զորավարժություններին, նշելով, որ դրանց մասնակցելով Թեհրանը հեռար նպատակներ է հետապնդում։ Երկու երկրների հետ ռազմական համագործակցություններ սկսի, որովհետեւ Իրանի դիրքը ուժեղացնի իրանական ռազմական ներկայացությունը հաստատի դարաշրջանում, դրա համար էլ համ Հայաստանի հետ, համ Ադրբեջանի հետ սկսել է զորավարժությունների շարք եւ
մենք առաջին զորավարժությունն տեսանք։ Վերլուծելով հայ-իրանական կապերի առանձնահատկությունները, քաղաքագետը կարծում է, որ հարաբերություններն ըստ երևույթի բարեկամականից բարձրանում են հաջորդ ռազմավարական մակարդակի։ Արթուր Մաղաքյան, Դավիթ Գենջոյան, Ռինուզ Արմենիա։